Տիկին Ամիրյան, ինչու որոշեցիք հենց մայրաթոռից սկսել, կարող է նաև շահարկվել, որ եկեղեցին փորձում եք ըստ էության օգտագործել։ Կասեք, ինչու որոշեցիք հենց այստեղից սկսել քարոզ արշավը։ Եթե նկատեցիք, այս բոլորը հավաքվածները մեծ մասը այս երկրի Արցախի համար արյուն կյանք տված տղաներ են։ Եվ նրանք հավաքի համար, իրանք սուրբ երկրի համար կռված տղաներ են։ Բոլորիս միահամուռ որոշում է եղավ, քանի որ մենք այսօր մտնում ենք պայքարի մեջ, մեր վաղաշաբաթ համայնքի հավաքանուն ընտրություններին, տղաները իրենք միասին որոշեցին, որ եկեք սկսենք մեր Սուրբ Էջմիածնից, պարտադիր չէր, որ մենք պարտադիր պետք է անպայման քաղաքի մեջ շրջեինք ինձ առաջի օրը եւ բոլորին ասեինք, եկեք մենք ժառանգություն կուսակցություն ենք, եկեք ընտրեք 6-րդ համարին։ Նույնիսկ եթե նկատեցիք, մենք այսօր մեր ձեռքին, չնայած քարոզ արշավի առաջին օրն է, մեր ձեռքին ոչ պաստառ կար, ոչ ասենք թռուցիկներ կար, ուղղակի մենք այսպես որոշեցինք մեր առաջին օրը այսպես սկսենք եւ սրանից հետո գնալ ենք մեր զոհված տղաների հիշատակը հարգենք, նամակների հիշատակողին ծաղիկներ դնենք եւ քանի որ մեր շատ անդամներ եզդի ազգի ներկայացուցիչներն են գնալ ենք նաեւ եզդի ազգի տաճարին մեր հարգանքի տուրքը մատուցել։ Եվ ձեր մասնակցությունը ըստ էության, ձեր դստեր մասնակցությունը բավականին քննարկվեց, ասում են այս ճանապարհով փորձում եք նաև Մանվել Գրիգորյանի անունը մաքրել կամ փորձում եք ցույց տալ, որ էջմիածինցիները այլ կարծիք ունեին։ Գիտեք, Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակը արդեն ինքն իրեն մաքրեց։ Ժամանակը ցույց տվեց բոլորին, որ Մանվել Գրիգորյանը, ինչպես հայերն ասել, հայ ազգին նվիրված, զինվոր է եղել, այնպես էլ մնացել է։ 18 թվականի սարքված դեպքերը, մոնտաժված կադրերը իրենց ազդեցությունը արդեն կորցրել են։ Եվ այդ շոուները, որ պատրաստեցին գեներալին սևացնելու համար կամ նրա անցած հերոսական ճանապարհը մթագնելու համար, արդեն դրանով ոչ մեկին ոչ կզարմացնես, ոչ էլ ինչ-որ մեկին հակառակը նրա մասին կապացես։ Այդ մարդը իր զինվորական ուղիով հաղթած գեներալը ինքը իր անցած ճանապարհին 1 սանտիմ հայկական հող չզիջած գեներալը եւ ըստ ինձ իր անունը մաքրել կարիք էլ չկա։ Պատմությունը ավելի ժամանակը եւս ամբողջը բացահայտեց, թե այս ամեն ինչ էս իշխանությունները ինչի համար արեցին։ Բայց չեն դադարում, հա, նաև հետապնդումները, որովհետև քրեական գործերը կան, գույք են արգրավում։ Դե քրեական գործերը 18 թվականից ինչպես սկսվել են, դեռ շարունակվում են։ Դրա բացատրությունը մեկն է, որ իշխանությունները փորձում են նմանատիպ գործերով կաշկանդված պահել, ավելի շատ այդ գործերով զբաղացնել մեզ, որպեսզի երևի թե այլ բաների մասին ժամանակ չունենանք մտածելու։ Իսկ Կարեն Գրիգորյանը իր քրոջը աջակցելու է։ Գիտեք, Կարեն Գրիգորյանին այնքան շատ քրեական գործերով են կաշկանդել արդեն, որ Կարեն Գրիգորյանը հազիվ թե հասցնի իր կեղծ սարքած քրեական գործերին դիմագրավի։ Դրա համար Կարեն Գրիգորյանը երևի այդքան ժամանակ էլ չի ունենա, որ ինչ-որ մի բանով ինքը աջակից լինի։ Բայց ինչպես տեսնում եմ, դուք ակտիվորեն ներգրավված եք լինելու։ Ավելի պարզ ասեմ, ես էլ ինչ ունեմ վախենալու կամ կորցնելու այս իշխանությունների դեմ։ Ոչինչ չունեմ իրենցից վախենալու։ Նույնիսկ չեմ անհանգստանում, թե իրենք կարողա շատ վերջի աստիճանի ինչ-որ դատավճիռներ կայացնել, որովհետև իրենց այդ ամեն կառուցածը, իրենց այդ ամեն սարքած քրեական գործը փուչիկ է, դրանք լրի։ Նույնիսկ երբ որ մարդկանց հարցնում են, թե ինչ է իմաստ, ինչի վերաբերյալ այդ գործը ասում են, նույնիսկ մարդիկ ծիծաղալով իրավապահ համակարգին առնչվող մարդիկ ծիծաղալով ասում են, ախր այդպիսի բան չի կարա լինի, բայց
փաստացի այն է, որ իրականության մեջ կարող է լինել։ Իսկ Էջմիածնում կհաջողվի ԿՊ-ին քաղաքապետ ունենալ ձեր կարծիքով թե ոչ եւ այստեղ ընդդիմությունը կհամախմբվի, օրինակ դուք մասնավորապես Արթուր Վանեցյանի հետ համագործակցության եզր տեսնում եք, որովհետեւ իր ուժն էլ այստեղ թեկնածու ունի։ ԿՊ-ն ենթադրում է, նույնիսկ կարելի ասել համոզված է, որ այս պայքարում հաղթանակ չի ունենա, որովհետեւ այս սուրբ քաղաքում, նույնիսկ Խոյ համայնքում, որը իր բոլոր սովորույթներով, իր աշխարհագրական դիրքով հարակից է մեր Սուրբ Էջմիածնին, չեմ ենթադրում, որ ազգակործան ուժի ձայն կտա, որպեսզի նրանք ունենան նոր համայնքի ղեկավար։ Իսկ այս պայքարում, քանի որ իհանձամբ մեր պայքարը այս իշխանությունների դեմ է, որպեսզի նրանք նորից հնարավորություն չստանան շարունակեն քանդելու մեր սուրբ քաղաքը եւ մեր ավանդույթներն ու սովորությունները չքանդեն, չհավասարացնեն ողին, մենք ամենայն դեպս պատրաստ ենք միանալու ընդդիմադիր ներկայիս իշխանություններին մերժող բոլոր ուժերին։ Այդ թվում Արթուր Վանեցյանին, որովհետև գիտեք Մանվել Գրիգորյանի գործը իր երբ որ դիմացը դրված է երկրի լինել թե չլինելու հարցը, երբեմն պետք է որոշում կայացնես իօգուտ երկրի։ Իսկ ընդհանուր առմամբ ԿՊ-ի դիրքերը Էջմիածնում ինչպես կգնահատեք եւ շատ կարեւոր է ձեր կարծիքը Արգիշտի Մեխակյանի հետ կապված, որովհետեւ նրա հայրը Մանվել Գրիգորյանի ընկերն էր եւ Մանվել Գրիգորյանը պարբերաբար այո, Մեխակյանը ոչ միայն Մանվել Գրիգորյանի ընկերն էր, Մեխակյանը եւ իմ զինակից ընկերն է եղել եւս հերոսական հերոս զինվոր, հերոս հրամանատար, նույն Մեխակյանը զոհվել է Արցախի հանրապետության սահմանները պաշտպանելուց եւ եթե նրա տղան մերժում է իր հոր Արցախում կռվելու եւ զոհվելու իրողությունը, գիտեք, մի քիչ բարդ է այս հարցին պատասխանելը, երևի, չգիտեմ, այդ տղան ոնց է մտածում։ Եթե նրանց իշխանության ղեկավարը բառից բուն իմաստով համարում է, որ մեր ազատամարտիկները, որոնք մարտնչել են Արցախում, իրավունքը չունեին դա անելու, եւ Արցախը իր տարածքներով համարում է Ադրբեջանի մաս, այդ դեպքում ստացվում է, որ եւ Մեխակը, եւ գեներալը, եւ ես կռվել ենք Ադրբեջանի տարածքում, բայց ոչ, իրենք սխալվում են, իրենք անգրագետ են, դա մեր հին հայկական պատմական հողերն են։ Շնորհակալ եմ։